Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառեն Թաֆյանն եմ։ Հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, սակայն վաղ առավոտից Երևանուհի մուտքը փակ է։ Մի խումբ տղամարդիկ փակել են բոլորի մուտքը զինվորական Պանթեոն, որտեղ նախատեսվում է պաշտոնյաների այց։ Մեր նկարանող խումբը այնտեղ է, միանանք եւ տեսնենք, թե ինչ է կատարվում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավով։ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունել է վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանումով բանաձև, որտեղ էլ շեշտել են այս մտահոգությունը։ Ադրբեջանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգ է ոչ միայն երկրում մարդու իրավունքների վիճակի վատ թարացման համար, այլև անդրադարձել է Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայերին։ Ազգային ժողովի փոխնախագահ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ, իսկ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։ ԵԽԽՎ-ն նոր նախագահ է ընտրվել ավստրիացի падգամավոր Պետրա Բայերը, Ստրասբուրգում է նաեւ արտգործնախարարը Արարատ Միրզոյանը, մասնակցելու է ԵԽ անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հունվարի 28-ին նախատեսված է նրա ելույթը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում։ Վերադառնանք Հայաստան, ռազմական փորձագետ Կարեն Վրդանեսյանն էլ հորդորում է չգործածել եկեղեցու բարենորոգում արտահայտությունը։ Ըստ նրա, այդ կերպ լրացուցիչ լեգիտիմություն ենք տալիս ապօրինի գործողությանը։ Փորձագետի խոսքով ճշգրիտ բնութագրող արտահայտությունը հակաեկեղեցական արշավն է։ Երեկ դատարանում ընթանում էր երկու հոգևորականների գործի վերաբերյալ նիստը։ Սրբազանն ու քահանան մեղադրյալի աթոռին էին, իսկ արքալույցները տուժածի։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը տնային կալանքը երկարաձգվել է եւս մեկ ամսով։ Մեկ ամսով երկարաձգել է նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ էպիսկոպոս Պրոշյանի կալանքը։ Դատական նիստից հետո հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։ Չնայած պաշտպանների բերած օրինաչափ եւ իրական փաստարկներին, դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը մեկ ամսով եւ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը եւս մեկ ամսով։ Ակնհայտ է, որ կայացրած որոշումներն անհիմն են եւ անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեվել աղոթքի մեջ արդարության վերականգնման սպասումով։
Դատարանում որպես տուժած էին ներկայացել Կալքարլույց Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը։ Սամվել Դպիր Գրիգորյանը հրապարակել է նրանց նկարը դատարանի դահլիճից ու դատապարտել արարքը։ Դպիրը հորդորել է Փաշինյանի միացած հոգևորականներին, հարող քահանաներին նայել այդ նկարին ու պատկերացնել իրենց ապագան, եթե չզղջան ու չվերադառնան մայրաթոռ։ Շնորհազուրկ կարգալույցները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն եւ հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս, դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել։ 1000 ամոթ ձեզ, չնայած ոչ ամոթ ունեք, ոչ էլ տղամարդկություն։ Դավաճանի եւ ուրացողի պիտակը ձեր վրայից ինչպես եք մաքրելու։ Ձեզ երևակայելով շնորի ինքնաբուխ աղբյուր կտրվել եք արմատից եւ չորացած ճյուղ դարձել։ Կարծում եք, որ ժողովրդին եք ծառայում։ Ոչ, դուք որպես քահանա պետք է ծառայեիք Աստծուն, իսկ հիմա ծառայում եք սատանային ու այնքան եք գերվել չարից ու խոցվել, որ նույնիսկ դա չեք զգում։ Խղճում եմ ձեզ, Տերը ողորմի։ Հայ առաքելական եկեղեցու կանադահայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանն ուղերձ է հղել քահանա-հայրերին։ Թեմի առաջնորդը շեշտել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին անցնում է ծանր փորձությունների միջով։ Երբ վտանգված է նրա միասնությունը, քահանայական ծառայությունը հավուր պատշաճի կատարողներն իրենց կեցվածքով ցույց են տալիս, թե ինչ է նշանակում լինել ճշմարիտ հովիվ։ Դուք չխոնարհվեցիք իշխանության պահանջների եւ ճնշման առջև։ Չտատանվեցիք, չվախեցաք, հավատարիմ մնալով դարերով սրբագործված ավանդությանը։ Հայ առաքելական եկեղեցու սկզբունքներին ու կանոններին, մեր հոգևոր առաջնորդին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Շնորհակալություն, որ չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք։ Գործող իշխանության թիրախը միայն եկեղեցին չէ։ 2025-ին ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների մեծամասնությունը եւ դատական հայցերի կեսը իշխանության ներկայացուցիչներն են ներկայացրել, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Թվային պատկերը հետեւյալն է. 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ ճնշումներ, 101 տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի կալանքի դեմ բողոքի առնչությամբ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 5-ին, հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատավոր Անի Մարտիրոսյանը բողոքի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով, այսինքն դատական նիստ տեղի չի ունենա։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է։ Մեր հարցմանի պատասխան հայտնել է քննչական կոմիտեն։ Վարույթը վերաբերում է ծառայությունից խուսափելուն։ Նախաքննության պարզվել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով պատերազմական ժամանակ։ Նարեկ Կարապետյանի առողջական հնարավոր խնդիրների հանգամանքները պարզելու նպատակով նշանակել են հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ քննչական կոմիտեի Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է այն հետազոտություններից, որոնք առնչվում էին նախկինում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար պատճառ հանդիսացած առողջական խնդրին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է ջրամբարների կառուցման ծրագրին։ Նրա խոսքով իշխանությունը տարիներ շարունակ խաբել է ժողովրդին ջրամբարների կառուցումը ներկայացնելով որպես ռազմավարական լուծում գյուղատնտեսության զարգացման եւ երկրի ջրային անվտանգության համար։ Բայց իրականությունը այլ է, համակարգային ծրագիր չկա, կառուցվել է ընդամենը 1 ջրամբար, իսկ ժողովրդի առօրյա խնդիրները դեռ մնացել են չլուծված։ Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, հայտարարել են հանրային հեռուստաընկերության եթերում։ Ռեպորտաժում շեշտել են, որ կան բոլոր պայմանները, թե մաքսային, թե սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար։
Սակայն խաղաղության խաչմերուկի հակառակ կողմում զուգահեռ ընթանում է գործընթաց հայկական մշակույթն ու հայկական հետքը ոչնչացնելու։ Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը տասնամյակների պատմություն ունի։ Այն դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն։ Ահազանգ է հնչեցրել Գեղարդ վերլուծական կենտրոնը։ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստորագրել է Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ 2040 փաստաթուղթը, որում ներկայացված է առաջիկա 15 տարվա Ադրբեջանի պետական մշակութային քաղաքականության տեսլականը, նպատակներն ու կատարման մեխանիզմները, երկարաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական։ Զելենսկիի դեմ պետք է պայքարել աղոթքով, ինչպես սատանիստների դեմ, կարծում է ռուս ուղղափառ եկեղեցու զինվորական բաժնի պատասխանատու հոգևորական մետրոպոլիտ Կիրիլը։ Անհրաժեշտ է ունենալ հզոր զենքեր, դրանք կան, ասել է բարձրաստիճան հոգևորականը, բայց պետք է անդադար աղոթել եւ ապավինել Աստծո զորությանը։ Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հաջորդ եռակողմ բանակցությունը տեղի կունենա կիրակի, փետրվարի 1-ին։ Սրանք նախնական պայմանավորվածություններ են։ Լավ կլիներ, եթե մենք կարողանայինք արագացնել այս հանդիպումը, ասել է Զելենսկին։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հայտարարել է, որ թույլ չի տա, որ իր օդային, ցամաքային եւ ջրային տարածքները գործածեն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար։ Միացյալ Էմիրությունները որևէ լոգիստիկ աջակցություն չի ցուցաբերի նման գործողություններին, ասված է հայտարարության մեջ։ Իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա ջախջախիչ պատասխանի։ Նրա խոսքով տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են, որ ցանկացած անկայունացում ուղղված չէ միայն Իրանին, այն վարակիչ է։ Բաղային կոչ է անում հարևաններին հստակ դիրքորոշում ընդունել արտաքին սպառնալիքների դեմ։ Մոսկվայում հունվարի 27-ին ամբողջ գիշերը ձյուն կգա, մայրաքաղաքը կծածկվի ձյան նոր շերտով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ սաստիկ ձնաբուքը կշարունակվի մինչև 5 շաբթի, հայտարարել են եղանակային վտանգի նարնջագույն աստիճան։ Տեսնենք, թե ինչ եղանակ է լինելու այսօր մեր երկրում։ Այսօր սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կնվազի 4-ից 6 աստիճանով։ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի լախաներներում, Արարատյան դաշտում կլինի մառախուղ։ Եվ վերջում, ամերիկահայ ռեժիսոր Մադլեն Շարաֆյանն առաջադրվել է Օսկարի, Դիսնեյ, Պիքսարի Էլիո անիմացիոն ֆիլմի համար։ Այս նախագիծը դարձել է նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը Պիքսարում եւ նաեւ պատմական իրադարձություն ստուդիայի համար։ Շարաֆյանն ընկերության պատմության մեջ առաջին հայուհին է եւ երրորդ կինը, որ նկարահանել է Պիքսարի լիամետրաժ ֆիլմ Էլիոն պատմում է 11-ամյա տղայի մասին, որն անսպասելիորեն դառնում է երկրի միջգալակտիկական ներկայացուցիչը։ Ֆիլմն արդեն գնահատականի է արժանացել իր հուզական խորության, երևակայական աշխարհի ինքնաճանաչման եւ տիեզերքում սեփական տեղը փնտրելու թեմայի համար։ 2026 թվականի Օսկար մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։